Այսօր նոյեմբերի 10-ին սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունը հազանգ է ստացվել Աբովյան բժշկական կենտրոնից, որտեղից հայտնել են, որ դանակահարության հետևանքով Աբովյան բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Կոտայքի մարզի քրեական ոստիկանության ծառայողները վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին երկրորդ վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում և ժամանելով դեպքի վայր, այնտեղ և հարակից օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են առնանման հետքեր։ Դեպքի մասին Կոտայքի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն և սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կատարողների ինքնությունները ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով մահացածը 24-ամյա Սարգիս Զ. է։ Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Եղեգնաձոր ավտոճանապարհին Տիգրանաշենի ոլորաններում ջիպ Կոմպաս մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Վետի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Հակոբյանը և Վրեժ Ապերյանը։ Վթարի փաստով ԲԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի քննչական բաժին։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով վարորդի և ուղևորը ամուսիններ են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 24-ամյա Վալեր Ներսիսյանը և 25-ամյա Կրիստինա Նևիդիմովան։ Այսօր նոյեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Թումանյան և Սայաթնովա փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 68-ամյա Գուրգեն Պ-ի վարած Մերսեդես մակնիշի և 53-ամյա Սոսխ-ի վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մեքենաներից մեկը կողաշրջվել է, հայտնվել կանաչ գազոնում բախվելով ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի մասին ԲԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։ Նոյեմբերի 10-ին հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղվարդի Հրշեջ փրկարարական ջոկատից 1 օգնական հաշվարկ ջոկատի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարդարյանի գլխավորությամբ։ Մինչ հրշեջների ժամանումը նշված փողոցի տներից մեկի շոգեբաղնիքում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Պարզվել է, որ այրվել է Աբովյան փողոցի թիվ 16 տան տարածքում գտնվող շոգեբաղնիքի տանիքի մոտ 15 քառակուսի մետր տարածք և գույքը։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները, դասակի հրամանատար Սահակ Գաուսյանի և օրվա պատասխանատու հերթապահ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը բաժնի պետ Սուրիկ Ճանիկյանի գլխավորությամբ։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Բնակիչների հայտնածով կրակը բռնկվել է էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով։ Այդ տեղեկությունը ճշտվում է։ Նոյեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 10:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Վահենան իր վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցից դեպի Ազատության պողոտը ընթանալիս փախվել է բազալտե եզրաքարին և գլխի վայր շրջվելով հայտնվել երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում մեկ հոգնու օգնություն է ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովսեփ Հովհաննիսյանն ու պարեկ Արթուր Թևոսյանը։ Վթարի փաստով ԲԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են նաև վարորդի հայտնած տեղեկությունը այն մասին, որ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ ստեղծել է վթարային իրավիճակ, ապա հեռացել է դեպքի վայրի։ Այսօր նոյեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 09:50-ի սահմաններում Մարգարավանաձոր Տաշիրեմ 3 ավտոճանապարհի 59 կմ հատվածում Ափնա գյուղից դեպի Հարթավան գյուղ տանող ճանապարհին բախվել են Nissan X-Trail և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն, ապարանի և Ծաղկողովիտի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են մի մասը ապարան, մի մասը աշտարակ բժշկական կենտրոններ։